Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր սեպտեմբերի 19-ն է, ուրբաթ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է Պետդեպարտամենտի 2026 թվականի ֆինանսական տարվա պատժամիջոցների մասին օրինագծի փոփոխությունները, որոնք պետքարտուղարությանը կոչ են անում ապահովել Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակումը, պաշտպանել Լեռնային Ղարաբաղում հայկական, կրոնական և մշակութային ժառանգությունը և աջակցել բռնի տեղահանված անձանց վերադարձի իրավունքին։ Քննարկման ընթացքում ներկայացուցիչ Գեյբ Ամոն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ճանապարհին կարևոր է նաև հումանիտար հարցերի բարձրաձայնումն ու լուծումը։ Հայկական, կրոնական և պատմական հուշարձանները շարունակում են ավերվել, հայ ռազմագերիները դեռ պահվում են Ադրբեջանում, ավելի քան 120,000 հայ փախստականներ դեռ չեն կարողանում ապահով վերադառնալ Լեռնային Ղարաբաղի իրենց տները, ընդգծել է նա։ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 19-ից 21-ը մասնակցելու է Բաքվում կայանալիք անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից։ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Էդգար Հունանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանափակ զորքերի հրամանատարի պաշտոնից։ Հիշեցնենք, Էդգար Հունանյանը ազգային անվտանգության ծառայության սահմանափակ զորքերի հրամանատար էր նշանակվել 2024-ի հուլիսին։ Այսուհետ Հայաստանը մշտական արբիտրաժային դատարանի անդամ է։ Հայաստանի անդամակցությանը նվիրված արարողությունը տեղի է ունեցել Հաագայում Խաղաղության պալատում, որին ներկայ է եղել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարը նշել է, որ Հայաստանը արբիտրաժային դատարանը դիտարկում է որպես կամուրջ դեպի ավելի արդար և խաղաղ ապագա։ Հաագայում քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ քննարկումների շրջանակներում Արարատ Միրզոյանն այցելել է նաև այդ կազմակերպության քիմիայի և տեխնոլոգիաների կենտրոն, ծանոթանալով կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններին, այդ թվում լաբորատորիային ու փորձագիտական հետազոտությունների նորարարական հնարավորություններին։ Հաագայում նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել մշտական արբիտրաժային դատարանի գլխավոր քարտուղար Մարչին Չեպալակի հետ։ Հանդիպան ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային իրավական արտաքներում Հայաստանի ակտիվ ներգրավվածության հետևողական ընդլայնմանը, որի կարևոր արտահայտումն է դատարանի հիմնադիր կոնվենցիաների միանալու Հայաստանի կողմից արտահայտված քաղաքական կամքը։ Արարատ Միրզոյանը և Մարչին Չեպալակը զրուցել են դատարանին Հայաստանի անդամակցության արդյունքում ստեղծված նոր հնարավորությունների, միջուկային վեճերի խաղաղ կարգավորման և իրավունքի գերակայության ամրապնդման ուղղությամբ համագործակցության հեռանկարների շուրջ։ Հաագայում Խաղաղության պալատում տեղի ունեցել մշտական արբիտրաժային դատարանին Հայաստանի Հանրապետության անդամակցությանը նվիրված միջոցառում, որին ներկայ են գտնվել միջազգային քրեական դատարանի նախագահ, Նիդերլանդների արքունական արտաքին գործերի նախարարության քիմիական զենքի արգելման կազմակերպության Քարնեգի հիմնադրամի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հաագայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ։ Այդ միջոցառմանը Հայաստանի արտաքին գործերի նախարարից զատ ելույթներ են ունեցել նաև դատարանի գլխավոր քարտուղարը, դատարանի վարչական խորհրդի նախագահի պաշտոնակատար, Նիդերլանդներում Սլովակիայի դեսպանը։ Նրանք իրենց խոսքում նշել են, որ Հայաստանի անդամակցությունը դատարանին լիովին համահունչ է հավակնոտ քաղաքական տեսլականին, որը ժամանակակից փոխկապակցված գլոբալ տնտեսության պայմաններում առանձնակի կարևորություն է տալիս ներդրումային վեճերի կարգավորման արդյունավետ մեխանիզմներին, ինչպես նաև ազգային զարգացման նպատակների առաջ մղմանը։ Նաև այն, որ Հայաստանի կողմից դատարանի հիմնադիր կոնվենցիաների վավերացումը հստակորեն ցույց է տալիս, թե որքան կարևոր են բազմակողմ քաղաքականությունը և վեճերի խաղաղ կարգավորումը Հայաստանի համար։ Հաճելի է և միաժամանակ պատիվ այսօր գտնվել այստեղ մշտական արբիտրաժային դատարանում։ Կցանկանայի խոսքս սկսել անկեղծ երախտագիտություն հայտնելով մեր պատվիրակությանը ցուցաբերված ջերմընդունելության և Հայաստանի մշտական արբիտրաժային դատարանի հիմնադիր կոնվենցիաներին միանալու գործընթացում բաց ու կառուցողական երկխոսության համար։ Միանալով 1899 թվականի և 1907 թվականի Հաագայում կնքված միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին կոնվենցիաներին, Հայաստանի Հանրապետությունը դարձավ մշտական արբիտրաժային դատարանին անդամակցող 125-րդ երկիրը։ Միրզոյանի խոսքով փոքր-ինչ խորհրդանշական է, որ Հայաստանը դարձավ հենց 125-րդ անդամը այն փուլում, երբ դատարանը անցյալ տարի նշեց արդարադատությանը և իրավունքի գերակայությանն իր ծառայության 125-ամյակը։
Որպես դատարանի նոր անդամակցած պետություն, Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը դատարանի առաքելությանը, որն ուղղված է իրավունքի գերակայության ամրապնդմանը եւ միջազգային համագործակցության խթանմանը։ Արժեքները, որոնք խորապես արմատավորված են Հայաստանի իրավական հանձնառություններում եւ միջազգային ձգտումներում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարն ասել է, որ պետությունների, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների եւ մասնավոր հաստատությունների միջև վեճերի լուծման համար արբիտրաժի եւ այլ միջոցների խթանման գործում դատարանի դերը եւ պատմական է եւ ապագային ուղղված։ Հայաստանը մշտական արբիտրաժային դատարանի կոնվենցիաներին միանալը դիտարկում է իր ավելի լայն տեսլականի շրջանակներում ուղղված միջազգային իրավունքի հիմքի վրա կառուցված համաշխարհային կարգի ամրապնդմանը եւ միջազգային հարաբերություններում արդարադատության պատշաճ տեղի ապահովմանը։ Մենք վստահ ենք, որ միջազգային իրավական զարգացումներին մեր ներգրավվածությունը խորացնելու միջոցով մենք ամրապնդում ենք միջազգային իրավական համակարգին արդյունավետորեն նպաստելու մեր կարողությունը։ Այդ նույն ընկալմամբ անցյալ տարի Հայաստանի Հանրապետությունը միացավ Ռոմի կանոնադրությանը, դառնալով 124-րդ ստորագրող երկիրը։ Միրզոյանի խոսքով դատարանին միանալու Հայաստանի որոշումն արտացոլում է նաև մեր ազգային փորձը, քանի որ մենք թերևս շատերից ավելի լավ գիտենք վեճերի լուծման անաչառ մեխանիզմների կարևորությունը, որտեղ իրավունքը գերակայում է ուժին, իսկ երկխոսությունը հարկադրանքին։ Հենց այս ոգով է Հայաստանը դիտարկում մշտական արբիտրաժային դատարանը որպես կամուրջ դեպի ավելի արդար եւ խաղաղ ապագա։ Այս համայնքին միանալն ամրապնդում է Հայաստանի ներդրումային միջավայրը, ապահովելով լրացուցիչ իրավական երաշխիքներ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գիտակցում է, որ ժամանակակից ներդրումային միջավայրը հիմնված է ոչ միայն համարձակ գաղափարների եւ տնտեսական հնարավորությունների վրա, այլև վստահության, եւ որ պետական քաղաքականությունը պետք է հետեւողականորեն ուղղված լինի հուսալի եւ ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը, որտեղ վեճերը չեն խոչընդոտում համագործակցությանը, այլ հասցեագրվում են փոխադարձ վստահության եւ պրոֆեսիոնալիզմի ոգով։ Միջոցառմանը տեղի ունեցել դատարանի վարչական խորհրդում Հայաստանի Հանրապետության ազգային աթոռի բացման արարողությունը։ Ընդհանրապես գոյություն ունի ազգային աթոռների գեղեցիկ ավանդույթ, այդպիսի ազգային աթոռի իրավունք ունի մշտական արբիտրաժային դատարանի յուրաքանչյուր պայմանավորվող կողմ։ Այս աթոռներից յուրաքանչյուրը շնորհիվ յուրահատուկ փայտամշակման, վարպետության, նրբագեղ գործվածքների օգտագործման եւ հատուկ ասեղնագործության արվեստի եզակի նմուշ է։ Այս աթոռներից յուրաքանչյուրը կրում է դատարանի անդամ պետության զինանշանը, խորհրդանշելով պետության ինքնիշխանությունը եւ այն պետությունների կենտրոնական դերը, որոնք հիմնել եւ կառավարում են դատարանը։ Ելույթի վերջում Միրզոյանը վստահեցրել է, որ Հայաստանի անդամակցությունը հանձնառություն է խոստում ակտիվորեն աշխատել բոլոր անդամ պետությունների, դատարանների եւ ավելի լայն միջազգային հանրության հետ, երկխոսությունը, իրավունքը եւ խաղաղությունը դարձնելու բոլորի ընդհանուր ապագայի հիմնասյուները։ Տիգրան Վակիմյան, Հորիզոն։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգներն արգելափակել է Գազայում անհապաղ հրադադարի եւ անսահմանափակ մարդասիրական օգնության տրամադրման կոչ անող բանաձևը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել անվտանգության խորհրդի 15 անդամներից 14-ը, դեմ է միայն Ամերիկան։ Բանաձևի նախագիծը ներառում էր Գազայում անհապաղ, անվերապահ եւ մշտական հրադադարի եւ պատանդների ազատման պահանջներ։ Փաստաթղթում կոչ էր արվում Իսրայելի իշխանություններին վերացնել հումանիտար օգնության մատակարարման բոլոր սահմանափակումները։ Միացյալ Նահանգները պատրաստվում է վերադարձնել Աֆղանստանի Բաղրամ ավիաբազան։ Այդ մասին անձամբ հայտարարել է Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը։ Ըստ նրա, սա կարող է մի փոքր ցնցող նորություն լինել։ Պատճառներից մեկն այն է, որ այն ընդամենը 1 ժամի հեռավորության վրա է այն վայրից, որտեղ Չինաստանը միջուկային զենք է ստեղծում, ասել է Դոնալդ Թրամփը։ Հայտնի է, որ ավիաբազան կառուցել է Խորհրդային Միությունը 1950-ականներին, 2000-ականներից էլ այն եղել է ամերիկյան հսկողության տակ, բայց 2021-ին, երբ Միացյալ Նահանգները որոշում կայացրեց դուրս գալ Աֆղանստանից, իսկ աֆղանական բանակը հանձնվեց, Բաղրամ ավիաբազան անցավ Թալիբանի հսկողության տակ։ Կես միլիոնից ավելի ֆրանսիացի մասնակցել է կառավարության պլանավորած խնայողության միջոցառումների դեմ բողոքի ակցիաներին, հաղորդել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը։ 310 ցուցարար ձերբակալվել է, 134-ը գտնվում է կալանքի տակ։ Ցույցերի ընթացքում տուժել է 26 իրավապահ, արմիությունները, որոնք մարդկանց ոտքի են հանել կառավարության կողմից տնտեսության ոլորտում խիստ միջոցառումներ անցկացնելու պլանների դեմ, բողոքի ցույցերի անցած օրը համարում են իրենց հաջողությունը։
Նրանց ներկայացուցիչները իրենց հերթին ակցիաների մասնակիցների թիվը նշում են 800,000-ից մինչև 1 միլիոն։ Ֆրանսիայի առաջատար արմիությունների առաջնորդները հայտարարել են, որ սեպտեմբերի 19-ին համատեղ խորհրդակցություն կանցկացնեն, որոշելու թե ինչպես շարունակել պահանջների արշավը։ Կամչատկայում դարձյալ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել 7.8 մագնիտուդ ուժգնությամբ։ Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը նշում է, որ սա ամենամեծ հետցնցումն է Կամչատկայում հուլիսի 30-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո։ Նախորդ հետցնցումը գրանցվել էր սեպտեմբերի 13-ին։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի տնօրեն Դանիլա Չեբրովը հայտնել է, որ խոշոր երկրաշարժերից հետո հետցնցումները կարող են շատ ինտենսիվ եւ երկարատև լինել։ Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին տեղի ունեցած երկրաշարժը տարածաշրջանում 1952 թվականից ի վեր ամենաուժեղն է։ Շիրակի մարզում հիմնանորոգվող 27 դպրոցների մեծ մասի շինարարության ավարտի ժամկետը նոյեմբերն է։ Այս ժամանակացույցն է սահմանված նաև Աշոտսկի տարածաշրջանի Մուսայելյան գյուղի դպրոցի համար։ Հյուսիսային տարածաշրջանում շինարարության համար նպաստավոր եղանակները թեև կարճ են, բայց շինարարը լրացուցիչ աշխատուժի հաշվին փորձում է ժամկետները չխախտել։ Փոքրաթիվ աշակերտական քանակով Մուսայելյանի դպրոցը վաղուց հարևան 3 գյուղերի աշակերտության համար է նաև։ Այն գյուղերի, որտեղ կրթությունն ավարտվում է տարրական կամ հիմնական օղակներում։ Դասերը մենք կազմակերպում ենք բարձր դասարանին է գյուղապետարանում, հիմնականում գյուղապետարանում, իսկ երկրորդ, երրորդ եւ չորրորդ դասարանը բնակարանում ենք տեղավորել, այնպես որ ոչ մի դասաժամ բաց չեն թողնում։ Մուսայելյան գյուղի աշակերտության համար դպրոցի ճամփան նոր ուսումնական տարվա առաջին օրից փոխվել է։ Գյուղապետարանի շենքի ու գյուղի տներից մեկի տարածքը վերածել են դասասենյակների։ 65 աշակերտների կեսը գյուղապետարանում, մյուս կեսը առանձնատներից մեկում է դասանում։ Այս հանդիսությունների սրահում տեղավորել ենք 4 դասարան։ 5-րդ դասարանն է, 8-րդ դասարանը, 10-րդ դասարանը եւ 6-րդ դասարանը։ Բաժանված են հիմնականում պահարաններով, որովհետեւ չխանգարենք։ Չխանգարելն այս դեպքում դժվար է ստացվում, պահարաններով բաժանված դասասենյակներում ցածրածային խոսելն էլ չի փրկում։ Հունիս ամսից են տեղափոխություններն արել 2000-ականներին գյուղում կառուցված երկհարկանի շենքը տիպային դպրոց է։ Հիմնանորոգման ծրագրում ընդգրկվել է այս տարի։ Տիպային շենքը արտաքինից եւս նորոգումների անհրաժեշտություն ունի։ Ներքին վերանորոգումների ծավալը եւս քիչ չէ, բայց ավարտի ժամկետներն են սեղմ։ Երևի հասցնենք հոկտեմբերի վերջ ամբողջությամբ ավարտենք, միայն դուրսը կախված է եղանակային պայմաններից, որ այստեղ մի քիչ եղանակները քամոտ է, ցուրտ է։ Նախատեսված ժամկետում հոկտեմբերի վերջին նորոգումներն ավարտելու համար աշխատողների թիվն են ավելացրել։ Մեկ ամիս է տեղի աշխատուժին միացել են նաև իրանցի շինարարները։ Տեղի եւ իրանցի շինարարների գործը իրար լեզու չհասկանալու չի տուժում։ Սեփագործ, սալիկապատող կամ բանվորներ, դուրսը սվաղչիներ ունենք, փորձված աշխատողներ, շատ ուժեղ մասնագետներ են, մի քիչ արագ են աշխատում, իսկ տվյալ դպրոց, քանի որ երեխաները այս պահին տեղավորված են գյուղապետարանում, փորձել ենք բերենք իրանց, որպեսզի ավելի արագ կատարեն։ Իրանցի շինարարները դպրոցի նոր տանիքն են կառուցել, փոխել են էլեկտրական մալուխները, հակահրդեհային նոր համակարգ անցկացրել։ Մինչև հոկտեմբերի վերջ դպրոցը նոր բակ կունենա ֆուտբոլի համար նախատեսված դաշտով։ Տարածքի բարեկարգման արդյունքում կհիմնվի կանաչ գոտի։ Շատ լավ կլինի, եթե հոկտեմբերի վերջ ազնեն, որպեսզի հնարավոր լինի տեղափոխենք եւ նորից մեր նորմալ աշխատանք սկսենք։ Չնայած այնտեղ ճիշտ ասած գյուղապետարանում աշխատում ենք, որևէ թերի կողմ չեն թողնում, բայց շենքային պայմաններ է անհրաժեշտ։ Միջնակարգ դպրոցը միայն Մուսայելյան գյուղի դպրոցականների համար չէ, որ նորոգվում, բարեկարգվում եւ նոր գույքով լաբորատորիաներով է ապահովում։ Մուսայելյան դասի են գալիս Աշոտսկի տարածաշրջանի եւս 3 գյուղերի աշակերտներ։ Հարևան Հարթաշենում հիմնական դպրոց է։ Հիմնական օղակի աշակերտները ավագ դպրոցն այստեղ են շարունակում, իսկ Սալուտ եւ Վարդախբյուր գյուղերում միայն տարրական դպրոցներ են գործում։
4-րդ դասարանից հետո երկու գյուղերի աշակերտները տեղափոխվում են Մուսայելյանի միջնակարգ դպրոց։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմի լրահոսը սպառված է, նորությունների հետևեք մեր հաջորդ թողարկումներում։